Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 28 փետրվարի օրը շաբաթ, բարի երեկո։ Գավառ քաղաքում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար երկրամասի Նովորոսիսկ քաղաքի պատվիրակությունը։ Այցի նպատակը Գավառ Նովորոսիսկ եղբայր քաղաքների գործակցության շրջանակում տարբեր ոլորտներում կապերի խորացումն ու ամրապնդումն էր։ Գավառ Նովորոսիսկ եղբայր քաղաքների գործակցության շրջանակներում Գավառ քաղաքային այցելել Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի հերոս քաղաք Նովորոսիսկի պաշտոնական պատվիրակության անդամները քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյի գլխավորությամբ։ Պատվիրակությանը Գավառի համայնքապետարանում ընդունում է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Добро пожаловать в наш город, побратимый город, мы рады нашему дорогому гостю. Պաշտոնական ընդունելությունից եւ հուշանվերների հանձնումից հետո ներկայացվում է Գավառ համայնքի ընդհանուր նկարագիրը, այնուհետև համայնքապետարանի ղեկավար կազմի եւ համապատասխան ոլորտային պատասխանատուների հետ քննարկվում են туриզմի, սոցիալական, կրթամշակութային, երիտասարդության, հասարակայնության հետ կապերի եւ այլ ոլորտներում հնարավոր գործակցության հեռանկարները։ Նովորոսիսկի պատվիրակության կազմում էին Նովորոսիսկ քաղաքի հայկական ազգային մշակութային Լույս հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Մխիթարյանը, Նովորոսիսկի քաղաքապետարանի եւ հայկական համայնքի կրթամշակութային, երիտասարդական, հասարակայնության հետ կապերի հարցերով պաշտոնյաներ ու պատասխանատուներ։ Նրանք ծաղիկներ են խոնարհում 2025 թվականի աշնանը Սամվել Քոչարյանցի պուրակում տեղադրված ազգությամբ հայ ռուսական նավատորմի ծովակալ Նովորոսիսկի ազատագրման գործում մեծ ավանդ ունեցող Լազար Մարկոսի Սերեբրյակովի հուշատախտակին։ Ծաղիկներ են խոնարհվում նաև անվանի գավառցի կոնստրուկտոր, խորհրդային շրջանի ինժեներ էլեկտրիկ, ատոմագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր Սամվել Քոչարյանցի կիսանդրուն։ Պատվիրակության անդամները այցելում են նաև Գավառի մշակույթի տուն, ծանոթանում վերջերս հիմնանորոգված դահլիճի հնարավորություններին, որտեղ նախատեսվում է այս տարի ժամանակակից կինոդահլիճ ունենալ։ Գավառի մշակույթի տան տնօրեն Լիաննա Միքայելյանին Նովորոսիսկի քաղաքապետի մակագրությամբ գիրք հուշանվեր է հանձնվում։ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում էլ այցը նշանավորվում է դերասանների ու աշխատակազմի հետ ծանոթությամբ։ Տնօրեն Հայկ Ղափանցյանը ներկայացնում է թատրոնի ստեղծագործական ու աշխատանքային առօրյան, ինչպես նաև թատրոնի տեխնիկական հնարավորությունները։ Գավառի ավագ դպրոց կատարած այցի շրջանակներում պատվիրակության անդամները ծանոթանում են կրթական ծրագրերին, դպրոցի գրադարանի գործունեությանը եւ նվիրատվությամբ համալրում գրաֆոնդը։ Նրանք մասնակցում են նաեւ հայերեն եւ ռուսերեն դասերին, շփվում աշակերտների ու մանկավարժների հետ, բացահայտում են ընդհանրությունները, արտահայտում իրենց ոգևորությունը ռուսաց լեզվի նկատմամբ աշակերտների իմացության եւ հետաքրքրվածության առթիվ։ Արցվաքարում գործող Միքայելյանների պանրի արտադրամասում էլ ներկայացվում է արտադրանքի տեսականին ու առանձնահատկությունները։ Հյուրերը ներկայացնում են իրենց դիտարկումները առանձնահատուկ արտադրանքի եւ դրա կազմակերպման առթիվ։ Այց է կատարվում նաև Գանձակ բնակավայրի ռուսական կենտրոն, որը գործում է 2023 թվականից։ Կենտրոն հաճախող սաները ներկայացնում են Գավառ Նովորոսիսկ բարեկամության պատմությունը, իրենց ունեցած տեղեկությունները Նովորոսիսկ քաղաքի եւ այնտեղ բնակվող հայերի մասին։ Այս ամենը զուգակցվում է թեմատիկ գեղարվեստական կատարումներով։ Мы познакомились с вашими замечательными Ծանոթացանք այս հրաշալի երեխաների հետ, ովքեր հիանալի գիտեն եղբայր քաղաքների բարեկամության պատմությունը։ Ես վստահ եմ, որ մենք զարգացնելու ենք մեր սերտ եւ ջերմ բարեկամական հարաբերությունները։ Գավառ կատարած այցը եզրափակվում է Գավառի գեղարվեստի դպրոցում։ Այստեղ հյուրերը ծանոթանում են գործող խմբակներին եւ երեխաների ստեղծագործություններին։ Շնորհակալ եմ Գուրգեն Մարտիրոսյանին ջերմ ընդունելության համար։ Մենք բացահայտեցինք Գավառը, ուր շատ է առաջադեմը, հետաքրքիրը։ Շատ բան տեսանք, բայց շատ բաներ էլ դեռ պետք է բացահայտենք հետագա այցերի ընթացքում։ Մեր պատվիրակությունը տպավորված է եւ եւս մեկ անգամ համոզվեցինք, որ հայերը լավ մարդիկ են։ Меня точно разожглось сегодня еще сильнее пламя любви. Ինձ այսօր համակեց սերը Գավառի, հայ ժողովրդի եւ մեր հարաբերությունների նկատմամբ։ Ես հավատացած եմ, որ երկկողմ ջանքերով մեր բարեկամությունը կդառնա ավելի ուժեղ։ Նովորոսիսկի պատվիրակությունը Գավառից հեռանում է տպավորված բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները տնտեսական, կրթամշակութային, туриզմի եւ հնարավոր այլ ոլորտներում ընդլայնելու ակնկալիքով։ Ալբերտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գյուղական բնակավայրերում ակտիվացնել կանանց ներուժը, նրանց փոխանցելով կյանքի ու աշխատանքի համար կարևոր փափուկ հմտություններ, խթանելով համայնքային ներգրավվածությանը եւ նպաստելով տեղական նախաձեռնությունների ստեղծմանը։ Սրանք են Գեղարքունիքի մարզի արդեն 4 գյուղերում իրականացվող հարեհաս ծրագրի առաջնահերթությունները։ Վարդենիս համայնքի լուսագունք բնակավայրի կանանց առօրյան փոխվում է։
Դեկավա հիմնադրամի հարեհաս սոցիալ-կրթական ծրագիրը հասել է այս բնակավայր։ Նորաբաց կենտրոնում գյուղի կանայք կրթվում են, նոր հմտություններ ձեռք բերում, իրենց ավելի ինքնավստահ զգում։ Արդեն գիտենք անգլերեն, տեղեկություն ունենք համակարգչից, ծրագրերից, ֆինանսավորումից, ծնողավարման դասերը շատ հետաքրքիր են անցնում, բոլորս էլ ծնողներ ենք, բայց ամեն դեպքում այդ դասը մեզ ավելի սենց ոնց որ vocation չի, ավելի տեղեկացված ենք։ Շատ կարևոր է գյուղի կանանց համար այդ կրթության որակն էլ ավելի մի քիչ բարձրացնել։ Կուզենանք լինի ժամանցի կենտրոն թե երեխաների, թե մեծերի համար։ Գյուղում չկա ոչ մի զբաղմունքի կենտրոն երեխաներին, կարա լինի պար, կարա լինի երաժշտություն, նվագեն տարբեր գործիքները։ Հարեհաս ծրագրով Գեղարքունիքում արդեն 4-րդ կենտրոնն է բացվում։ Ընտրվում են այն համայնքները, որտեղ խրախուսվում է կանանց կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Աշխատանքային ուղղությունները նախանշում են համայնքի հետ։ Մեր ծրագրի մեջ շատ բաներ չեն մտնում ու չեն ենթադրվում, բայց մենք դա անում ենք գյուղերի համար, որովհետև մենք տեսնում ենք այդ խնդիրները, որովհետև ներսում ենք, այլ ոչ թե դրսից ինչ-որ փոփոխություններ ենք թելադրում։ Մեր ծրագիրը ունի 6 տարվա ռազմավարություն, այսինքն մենք այս պահին այս գյուղում ենք ու գյուղում ենք ևս տարիներ։ Հույսով եմ, որ մեր գործընթացը շարունակական կլինի, մեր համագործակցությունը կլինի շարունակական եւ առաջարկս Եվ խնդրանքս լուսակունքի ժողովուրդը շատ լավ ժողովուրդ են, դուք արդեն ըստեղ գտնվելով համոզված, դրանում ինչքան հնարավորություն կա, խնդրում եմ, որ մեր լուսակունք բնակավայրի բնակիչների համար որոշակի բաներ, արդեն դուք գիտեք ինչն է ավելի շատ պետք, վարչական ղեկավարի հետ բնակիչների հետ շփվելիս ավելի շատ ծրագրեր անենք։ Սոցիալ-կրթական կենտրոնը դառնալու է նաև սոցիալական նախաձեռնությունների սկիզբ, աջակցելով կանանց հիմնել սեփական գործը։ Իսկ գյուղի մյուս բնակիչների համար այն ժամանցի հարթակ է, կլինեն ֆիլմերի դիտումներ, կստեղծվի գրադարան։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գեղարքունիքի մարզային գրադարանն ու Գավառի համար 1 հիմնական դպրոցը համատեղ նախաձեռնություն են իրականացրել թումանյանական շաբաթի շրջանակներում։ Միջոցառումն անդրադարձել է գրի, գրքի և ընթերցանության կարևորությանը, աշակերտներին ևս մեկ անգամ ցույց տալով, որ գիրքը տեղեկատվության լավագույն աղբյուրն է։ Գեղարքունիքի մարզային գրադարանում թումանյանական շաբաթը շարունակում և դրան մայրենիի օրվա խորհուրդն են ավելացնում Գավառի համար 1 հիմնական դպրոցի առաջին և 5-րդ դասարանների աշակերտները։ Հովհաննես Թումանյանի ծննդյան և մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումների անցկացման ավելի լավ վայր, քան գրադարանն է, լինել չէր կարող։ Համոզված են ուսուցչուհիներ Ժենյա Միրիպյանը, Լիլիթ Սահակյանը և հենց իրենք տանտերերը։ Ցանկացած միջոցառում դա արվում է թե դպրոցներում, թե գրադարանի շրջանակներում, միանգամայն մոտեցնում են աշակերտին գրքին եւ գրականությանը, աշակերտները ուսումնասիրելով դասական գրողներին, արտի գրողներին, սկսում են սիրել եւ հետաքրքրությունը առավել է զարգանում նրանց մեջ, ել ավելին իմանալու, ճանաչելու եւ ինքնակրթվելու համար։ Միջոցառումը բացում են փոքրիկները, ընթերցում են համաշխարհային մեծերի ասույթներն ու աֆորիզմները մայրենի լեզվի, գրքի ու ընթերցանության վերաբերյալ։ Յուրաքանչյուր ելույթից հետո փոքրիկ մոլբերտներին մեկ գույն ու մեկ իմաստություն է հայտնվում, իսկ առավել ավագները կարդում են ամենայն հայոց բանաստեղծի իմաստուն մտքերը։ Մեկ անգամ եւս շեշտադրվեց մայրենի լեզվի, գրքի, ընթերցանության կարևորումը եւ պահպանումը։ Միջոցառման նպատակն էր նաեւ ձևավորել աշակերտների մոտ ընթերցողական ճաշակ։ Առաջին դասարանցիների առաջին այցն է գրադարան եւ որպեսզի գրին ու գրքին մոտենալն ավելի իրական դառնա, մարզային գրադարանի տնօրենը փոքրիկներին անհատական ընթերցողական քարտեր է նվիրում։ Դուք պիտի գաք գրադարան եւ շատ հեքիաթի գրքեր վերցնեք եւ ընթերցեք։ Հիմա տեսնենք առաջինը ումն է։ Սիրելի Աղեկյան Արփի։ Ուր է Արփին։ Արի Արփի ջան։ Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը հրավիրում է քեզ բացահայտելու գրքերի աշխարհը։ Քանի որ շատ են գրքերը, չէ՞, դու այսօր արդեն ոտք ես դրել գրադարան եւ դու պիտի արդեն զգաս, որ բացահայտես, թե այսքան գրքերը ինչի մասին են գրված։ Լավ։ Երկու դասարանների տոնական միջոցառումներն էլ ամփոփվում են նվիրատվություններով։
փոքրիկներն ավագ ընկերներին հեքիաթաբույր ու հեքիաթահամ քաղցրավենիք են հյուրասիրում, իսկ ավագները փոքրերին անվանական էջանշաններ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։